Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։ Բարև ձեզ, պարոն Շարմազանով։ Բարև ձեզ։ Պարոն Շարմազանով, ՀՀԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ, երրորդ նախագահ ծավալուն ելույթ ունեցավ, շատ այսպես դիպուկ նաև արտահայտություններով, որ գնացել են նախիրի մեջից ամենաբարձր զռացող էշի ճակատն են պատճել եւ թող չփորձեն այդ էշին կապել ՀՀԿ-ի դուռը։ Ում էր ուղղված այս կոչը եւ ովքեր են որ փորձում են իրենց համբուրած էշին կապել հանրապետական կուսակցության դուռը։ Համոզված եմ դուք շատ լավ գիտեք ում որ քաղաքական շրջանակներն են ուղղված է բոլոր նրանց, ովքեր 2018 ապրիլ-մայիսյան գունավոր հեղափոխության իշխանազատման process-ի ժամանակ ջանք ու եռան չէին խնայում ուրախանալ Հանրապետական եւ Սերժ Սարգսյանի հրաժարականով, Հանրապետական եւ Սերժ Սարգսյանի մերժելով, իրենք էին կամ իրենց շրջանակներն էին մերժում Սերժին ու մերժում հանրապետականներին, անթակույց կամ ուղակի ցնցում կամ ուրախանում այդ հեղափոխության կոչվածով, իսկ այնուհետև ինչ հաշվարկներ չիրականանալու դեպքում իրենց կողմից իրականացված հեղաշրջում օպերացիան փորձում են գցել հանրապետականի ու երրորդ նախագահի գրպանը։ Շատ պարզ էր ամեն ինչ, մենք շատ լավ հիշում ենք, որ ինչ քաղաքական դերակատարներ, ինչպիսի գնահատականներ են ունեցել եւ ակնհայտ է, որ այդ ժամանակաշրջանում հանրապետականը միայնակ էր մնացել։ Եվ գրեթե որևէ լուրջ քաղաքական դերակատար այդ ժամանակահատվածում չսատարեց երրորդ նախագահին եւ հանրապետականին։ Ավելին, ես չեմ հիշում այդ դագաղների եւ սև լենտերի շքերթի ժամանակ էլի որևէ լուրջ դերակատար, այլ այսօրվա հանդիմադիր, որոնք մեղադրեին, քննադատեին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից իրականացված այդ անբարոյական ակցիաները։ Պարոն Շարմազանով, ես 18 թվականին երկրորդ նախագահի կողմից մի արտահայտություն եմ հիշում, որ երբ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իշխանությունը ճամպրուկ չէ։ Այո, դա ապրիլի 29-ին էր, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը ապրիլի 23-ին էր։ Այսինքն դրանից հետո եղավ արդեն այդ բանը։ Ես ասում եմ ապրիլի 29-ին է եղել երկրորդ նախագահի այդ գնահատականը, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը ես չեմ տեսել որևէ լուրջ քաղաքական դերակատարից աջակցության խոսք ուղղված հանրապետականին կամ Սերժ Սարգսյանին։ Պարոն Շարմազանով, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ երբ ընդդիմությունը միավորվում է, իշխանություն կարող են վերցնել, բայց հիմա հակառակ process-ն ենք տեսնում։ Երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը, երրորդ նախագահի դեպքում հանրապետական կուսակցությունը, երկրորդի դեպքում խորհրդարանական խմբակցությունը միմյանց են ավելի շատ մեղադրում, քան թե Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի համար այսպես լավ պայմաններ չեն ստեղծվել իշխանությունը պահելու։ Նախ ես պետք է բաժանեմ ձեր հարցը երկու մասի, անդրադառնանք մի հատ թիմ եւ համապետական ընտրությունների տարբերությանը, այնուհետև կխոսենք ներքաղաքական իրադարձություններից։ Նախ կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ շատ մեծ ցայտ բանի մեջ են, ցնծության մեջ են Գյումրիում, իհարկե Գյումրին շատ կարեւոր էր, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այնտեղ իր ԿՊ-ով իշխանություն վերցնել, բայց կարիք չկա գերագնահատելու Գյումրու ընտրությունները։ Կարիք չկա։ Գյումրու ընտրությունները իհարկե մեր երկրորդ քաղաքի ընտրություններն են, բայց դրանք թիմ ընտրություններ էին։ Եվ պետք չի Գյումրու ընտրությունները գերագնահատել եւ խոսել այնտեղ շատ ավելի գերագնահատել։ Մինչև Գյումրու ընտրությունները Ալավերդում էլ ապարտվել Նիկոլը, Վանաձորում էլ ապարտվել Նիկոլը, Փարաքիարում էլ ապարտվել Նիկոլը, Բերդում էլ ապարտվել Նիկոլը, Սյունիքի համայնքներում էլ ապարտվել Նիկոլը, Աբովյանում էլ Նիկոլը պարտվել է, ասինքն ԿՊ-ն։ Ու տես բազմաթիվ համայնքներ ես կարող եմ ասել, որտեղ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն պարտվել է։
բայց դա չի խանգարել Նիկոլ Փաշինյանին առ այսօր մնալ վարչապետի պաշտոնում։ Հետևաբար այն գերարժևորված սպասումները, որ կան, կարծում եմ տեղին չեն։ Կրկնում եմ, իհարկե Գյումրիում շատ կարևոր բան տեղի ունեցավ, ընդդիմությունը կարողացավ կապիտալիզացնել իր ստացած ձայները եւ թույլ չտալ, որպեսզի ԿՊ-ն ձևավորի իշխանություն տեղական։ Բայց դա ընդամենը մեկ համայնքում էր, այսինքն կենտրոնական իշխանությունը գտնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Երկրորդ, դուք խոսեցիք ներընդդիմադիր պայքարի մասին, կարծում եմ ուշադիր հետևել եք Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին եւ իր ելույթի առանցքը նա էր, որ հանրապետականի համար առաջնայինը եւ գլխավոր խնդիրը մնում է նիկոլիզմի դեմ պայքարը։ Մենք դրանից ավելի կարևոր խնդիր չունենք։ Եվ դա հայտարարվել է կուսակցության նախագահի կողմից ամենաբարձր մակարդակով։ Իսկ ներընդդիմադիր պայքարը նույն կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որակվել է որպես կամ գնահատվել է որպես ամենօրյա աշխատանք։ Ես չգիտեմ աշխարհի երեսին որևէ արժանապատիվ կուսակցություն, որի վրա քար նետեն ու իրենք առնվազն այդ քարը հետ չուղարկեն։ Չկա, սա է քաղաքականության կանոնը։ Մանավանդ, որ քար նետողները նրանք են, ովքեր որ կոնկրետ այդ քարը իրավունք չունեն նետելու, սա ամենևին չի նշանակում, որ հանրապետականը սխալ է, հանրապետականը իր սխալների, մեղքերի մասին շատ է խոսել եւ ավելին հայոց երրորդ հանրապետության պատմության մեջ չկա որևէ կուսակցություն, որը իր սխալների, նաեւ չգործած սխալների, նաեւ վերագրվող սխալների համար շատ թանկ գին է վճարել, շատ թանկ գին է վճարել։ Իսկ հանրապետականը այն քաղաքական ուժն է, որը ի վերջո կանգնած է եղել Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում։ Հանրապետականի լիդերներ Աշոտ Նավասարդյանը անկախության բանակի հիմնադիրն է։ Հանրապետականի մյուս լիդեր Անդրանիկ Մարգարյանը Հայ դատի համանախագահն է, այնուհետև ամենաերկարամյա վարչապետը։ Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը հայկական երկու հանրապետություններում բանակների հիմնադիրներն են, հաղթանակի սիմվոլներն են։ Նույն 98-2008 թվականներին երկրորդ նախագահի կառավարման շրջանում հանրապետականը եղել է ամենաառանցքային դերակատար քաղաքական ուժը եւ հենարանն է եղել իշխանության եւ մեծապես նաեւ հանրապետականի խաղեր չտալու եւ պետության թիկունքին պինդ կանգնելու քաղաքականության արդյունքում 2000-ականների սկզբին մեր ժողովուրդը եւ մեր պետությունը զերծ է մնացել գունավոր հեղափոխություններից, ինչը տեղի ունեցավ 18 թվականին։ Այսինքն մեզ համար գերնպատակ չի ընդդիմության խժդժոցը։ Եվ եթե մենք այդպես մտածենք, Օյուն ջան, 18 թվականից հետո 20 թվականի պատերազմի կապիտուլյացիայից հետո մենք նույն խրամատում չէին կանգնի այն քաղաքական դերակատարների հետ, ովքեր եղել են հեղափոխության ժամանակ, այդ հեղափոխության կոչված չարիքի ժամանակ բարիկադի մյուս կողմում։ Եթե մենք նման տրամադրվածություն ունենայինք, մենք ասենք տղեկ ջան, դուք մեզ մերժել եք, դուք Նիկոլ եք բերել, դուք Նիկոլի հետ մեզ մերժել եք, այսօր մենք ես հետ կանգնելու չունենք, բայց հանրապետականը այն եզակի քաղաքական ուժն է եղել ու կա, որը մի կողմ է դրել այդ քաղաքական տարաձայնությունները եւ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո նույն այն քաղաքական դերակատարների հետ, ովքեր որ 18 թվականին եղել են բարիկադի այս կողմում, պայքարի նիկոլիզմի դեմ։ Ես էլ իմ ելույթում հենց խորհրդի նիստի ժամանակ նշեցի, որ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե կուսակցամոլությամբ, այլ պետական ու ազգային գաղափարախոսությամբ, Գարեգին Նիժդեհյան կուսակցության ասել, բայց ազգիս համար սկզբունքով, մեզ համար կուսակցությունը նպատակ չի։ Մեզ համար կուսակցությունը ընդամենը միջոց է։ Նպատակը ազգային պետականության պահպանելն է։ Եվ 1001 անգամ ես նաև ձեր տեղավարում նախորդ հաղորդման ժամանակ կարծեմ ասել եմ, որ մեր համար գերնպատակը ազգային պետականության պահպանումն է։ Եվ մեկ անգամ չէ, որ այս տարիների ընթացքում նշել են, որ այո, քաղաքական տարաձայնությունները դա նորմալ է։ Բայց այսօր պետության ու ազգի շահի ձեռներով մենք կարող ենք մեր քաղաքական տարաձայնությունները սառեցնել, պայքարել միասնական այս ազգակործան պատուած կապիտուլյանտի դեմ
Հետո նոր, երբ որ կունենայինք նորմալ ազգային պետություն, ելի ամեն մեկս մեր քաղաքական ծրագրերը կամ տարանջատումները կանենք, բայց մի մարդիկ տարանջատվել են Աստված իրանց հետ, մի տարանջատվել են հաջողություն են մաղթում։ Բայց պարոն Շարմազանով, նախագահան իր խոսքը մեջ շատ հստակ նշեց, մենք թույլ չենք տա, որպեսզի մեր դեմ կեղծիք սուտ տարածեն, մենք էլ որևէ բան չխոսանք։ Յուրաքանչյուր կեղծիք ու սուտ տարածող պետքա ճշմարտության խոսքով զինաթափվի։ բայց դուք էլ նշեցիք հայրենիքի փրկության շարժում եք անցել միասին, դիմադրության շարժում, անցած տարի էլ սրբազան շարժման շրջանակներում էլի նույն հրապարակում կանգնած էիք, ինչու հանկարծ 7 տարի անց ի հայտ եկավ հարցը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, իրենք էլ իդեպ հանրապետական կուսակցությանն են մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերել։ Հանրապետական կուսակցությունը նախ որևէ մեկին չի մեղադրել։ Հանրապետական կուսակցությունը թե մեղադրելուց ելներ 20 թվականից հետո որևէ մեկի կողքին չէր կանգնի միասնական պայքարի դեմ։ Հենց այդ է էլի խնդիրը։ Երբ որ հանրապետականը չի մեղադրում, ասել է ճռռալու փոխարեն սերվորն է ճռռում։ Բայց հենց այդ է։ 18 մենք հայրենիք ենք կորցրել, Արցախ ենք կորցրել, դրա վաղ մենք այնքան վերկուսակցական դիրքորոշում ենք ունեցել ու ունենք, որ մենք 20 թվականի նոյեմբերից հետո չէինք ասել, սրանք մեր դագաղներն են անել, սրանք մեզ մերժել են, սրանք Նիկոլի, սրանք 10 տարի Սերժ Սարգսյանի ու հանրապետականի մասին կեղծիք են տարածել, մենք ասել ենք այսօր մենք ավելի կարևոր խնդիր ունենք։ Ջանդամ թե չեմ մերժել, պետությունը կարևոր է չմերժի, պետություն ունենանք։ Բայց երբ որ այդ մերժողները ապրիլի 23-ին անթակույց ուրախացողները մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը մեզ որևէ աջակցություն ցույց չտվողները այսօր փորձում են իրենց կերած բողկերը գցել հանրապետականի գրպանը, դա արդեն կորուն ջան։ Սիրուն չի, մեղմ ասած։ Համաձայն եմ։ Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանի ելույթից նաև ես ամենայն դեպս այսպես հասկացա, որ հանրապետականը ի հեճուկս այն պնդումներին, որ պետք է լքի քաղաքականությունը, ոչ միայն չի պատրաստվում լքել, այլև ավելի ակտիվ է փորձելու գործել ներքաղաքական դաշտում։ Ուզում հարցնել, մոտ ապագայում ՀՀԿ-ն որևէ գործողություն պլանավորում է, թե օրակարգում 26 թվականի ընտրություններին նախապատրաստվում։ Նախ Կորյուն ջան, առաջինը տես բանը պատվերով համերգ չէ, էլի հանրապետական ինչ-որ մեկի պատվերով չի ստեղծվել, որևէ ուժային կենտրոնից, որ ինչ-որ մեկի պատվերով էլ չլինի։ Հանրապետականի ծնունդը 35 տարի առաջ դա պետական ու ազգային անհրաժեշտություն է եղել։ Եվ ես կրկնում եմ, եթե Հայաստանի քաղաքական դաշտում ու հայեղափոխական դաշնակցությունը թողենք, դա մեր ազգային ավանդական դասական կուսակցությունն է, շատ են այն կուսակցությունները, նաև ընդդիմ ովքեր որ մարդ կուսակցություն են, բայց հանրապետականը գաղափարի կուսակցությունն է, ինստիտուցիոնալ խորություն ունեցող կուսակցությունն է, կառույցների կուսակցությունն է, եւ դրա մասին խոսեց նաև Սերժ Սարգսյանը։ Դուք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ քանի տես կուսակցություն գիտեք, որի լիդերները այս 35 տարվա մեջ ամեն մեկը առանձին, ոնց ասեմ, ազգայնականության եւ անկախության ռահվիրա է։ Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, տո Ռազմիկ Զոհրաբյան, որ մեկին ասենք։ Եվ այդ իմաստով հանրապետականը գաղափարի կուսակցություն 18 թվականից հետո է հանրապետականի քաղաքական դաշտում մնալը պայմանավորված չի եղել նրանով, որ Էդուարդ Շարմազանովը կամ Արմեն Աշոտյանը բան են, աբիժնիկ են եղել, ուզեցել են սրանց չմկթել, ոչ։ 18 թվականից հետո հանրապետականը միակն էր, որ խոսում էր սրա ազգակործող խնդիրների քաղաքականության մասին։ Լինի դա եկեղեցու դեմ, ավանդական արժեքների դեմ, արցախյան հիմնախնդրի դեմ, հայ-ռուսական խնդիրներով։ Ես եմ պարլամենտում այդ ժամանակ 18 թվականին իր օգոստոսի 17-ի հիմար ելույթին անդրադարձել, երբ որ ասում էր ԱԾ-ով սաղ այդ պոլին կպարկասնեմ, ասֆալտին կփռեմ, ես կանեմ, մենք կանեմ։ Այդ ո՞ր մեկն է խոսել։ Երբ որ Խաչատուրի վրա գործ հաղորդեց, նույն երկրորդ նախագահի դեմ որ գործ հաղորդեց, ո՞ր քաղաքական ուժն է կանգնել երկրորդ նախագահի ազատության համար պայքարում։ Հանրապետականը։ Այն ժամանակ միկրոսկոպով մարդ չէին կարող գտնեն, որ խոսեին Նիկոլի դեմ։
Ես եւ իմ ընկերները Նիկոլի դեմ խոսել ենք ու պայքարել ենք այն ժամանակ, երբ որ ոչ մեկ գրեթե չէր խոսում։ Գրեթե ոչ մեկ, քաղաքական դերակատարներից գրեթե ոչ մեկ, կամ կարելի ասել ոչ մեկ։ Հա, քաղաքացիական նախաձեռնություններ եղել են։ Բա հիմա հանրապետականը 18 թիվ անցել, գերեզմանները անցել, թաղել ենք, վերած ինչ ասես արել են։ Հանրապետականը մնացել է, որովհետև հանրապետականը գաղափարի կուսակցությունն է, եւ այդ 7 տարիների ընթացքում ոչ միայն թրծվել է, ոչ միայն ուդարայի վրա վերցրել, ընկել է, էլի կանգնել է, այլ նաեւ 2-3 սերունդ է նոր բերել։ 7 տարվա ընթացքում հանրապետականը ունի այսօր քաղաքական նոր գործիչներ, որոնք պայքարի սիմվոլներ են դարձել նոր սերնդի համար։ Մեր այսօրվա պատգամավորները 7 տարի առաջ նրանցից շատերին չէր ճանաչում հասարակությունը։ Բայց այսօր նրանք բոլորը դարձել են պայքարի մեծ հետ հավասար, եթե ոչ ավել պայքարի սիմվոլներ, մեր երիտասարդական կազմակերպությունը, մեր մեծերը, հանրապետական ինքը ինստիտուցիոնալ կուսակցություն, մենք գաղափարի կուսակցություն ենք։ Մենք անկախության արժեքների կուսակցություն ենք, մենք Նժդեան գաղափարախոսության կուսակցություն, մենք Արցախյան շարժումից ու անկախության շարժումից ծնված կուսակցություն ենք։ Մեր համար մեր հերոսը մեր գաղափարախոսությունն է, մեր առաջնորդը մեր Նժդեան գաղափարախոսությունը անկախության համար պայքարն է։ Եվ ինչ-որ մեկը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Մենք հանրապետականը պայքարել է եւ ճշմարտության խոսք ասել է, երբ որ 99%-ը լռում էր կամ ծափարում էր Նիկոլ Փաշինյանին։ Այդ հիմա է որ հարթուկը միացնում ես Նիկոլի դեմ խոսում է։ Նենց որ այսօրվա մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի չաթով է պայքարել։ Ով է խոսել։ Ինչ վերաբերում է պայքարի ձևերին, Կորյուն ջան, հանրապետականը բոլոր պայքարի շրջաներում ակտիվ դերակատարում ունեցել ու զրո ամբիցիա սկզբունքով։ Եվ հայրենիքի փրկության շարժման ժամանակ փողոցներից ամիսներով տուն չի գնացել, եւ դիմադրության շարժման ժամանակ, եւ բռնվել ենք, ձերբակալվել ենք, քրեական գործեր ենք շալակել մեր դու էր ինձ նկարում առաջ, ամենաառաջին ինձ ձեր կալանավորեցին, հիշում ես նոյեմբերի 12-ին։ Հիշում եմ։ Օպերայում։ Դու էլ ինձ հարցնում ես, պարոն Շարմազանյան վերցրու են տան։ Առաջինը մեզ են կալանավորել։ Մենք ենք պայքարի առաջնագծում եղել։ Այսօր մեր կուսակցության փոխնախագահն է Իսահակ Կուտարյանն նստած։ Սերժ Սարգսյանի վրա են հազարելի գործ կարում։ Գրեթե հանրապետական չկա, որի վրա քրեական գործ չեն հարուցել։ Բայց մեզ չեն կարող լռեցնել։ Չեն կարող, որովհետև մեր համար կարևորը գաղափարն է 18 թվականից հետո հանրապետականում մնացել են նրանք, ովքեր որ գիտեն, որ ամեն րոպե իրաց հետևից կարող են գալ, բայց դա մեր ընտրությունն է։ Մեր նախագահի գլխավորությամբ մեր ընտրությունն է։ Մենք չենք մնացել քաղաքականության մեջ դրա համար, որ էլի վերադառնանք իշխանություն։ Մենք մնացել ենք քաղաքականության համար, որպեսզի հայրենիք ու պետություն, ազգային պետություն կարողանանք պահել դեռ։ Բայց իշխանապողությունը սպասենք ՀՀԿ-ից։ Իշխանապողություն պետք է սպասել բոլոր ազգային ուժերից։ Սերժ Սարգսյանը հստակ նշեց մեր կարևոր ուղեցույցը։ Հրաժարվելով հրաժարվում ենք չարի իշխանությունից։ Հանրապետականը իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է եւ շարունակելու է պայքարել։ Իսկ ի սկզբանե խոսքն է եղել։ Աստված որ մարդուս, այս սկզբանե խոսքն է եղել։ Առանց խոսքի դու չես կարող պայքարել։ Քաղաքական կուսակցության գլխավոր զենքը խոսքն է, զավզակությունը չէ, խոսքը, միտքը։ Պետք է մարկանց էս խոսալ, մարկանց համոզել, որ այս կապիտուլյան ռեժիմը խաղաղություն չի բերում։ Բերում է ադրբեջանացում, բերում է ստրկացում, որ եռաբլուրներում նահատակված մեր հերոսները նրանք արժանապատիվ ազգային պետության համար են նահատակվել, այլ ոչ թե նրա համար, որ հայ ժողովրդի չագերտավոր ընտրյալ վարչապետը հրաժարվի անկախության հռչակագրից կամ Ղարաբաղյան շարժումը համարի ավարտված։ 18 թվականի այդ գունավոր հեղափոխությունը լուսաբանել Կորյուն ջան, լավ հիշում եմ։ Այն ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանը կանգներ ասել, սահմանությունը փոխելու են, որի մեջ չի լինելու անկախության հռչակագիրը նախաբանը, եւ երկրորդը կանգներ ասել Արցախյան շարժումը
թույլ չեմ տալու, որ լինի ավարտված է, էջը փակված ենք համարում։ Մի հոգի կողքը կկանգներ այդ ժողովրդից։ Չէ։ Բնականաբար։ Դե 3-րդ հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման եւ անկախության հռչակագրի։ Եվ հանրապետականը այդ երկու գաղափարական արժեքների ջատագովն է։ Եթե նույնիսկ միայն մենք մնանք քաղաքական դաշտում, մենք մեր գաղափարական գիծը չենք փոխելու։ Հանրապետականը ստեղծվել է դրա համար։ Այսօր չենք հաջողի, վաղը կհաջողենք, մենք չենք հաջողի, մեր կրտսեր ընկերները կհաջողեն։ Բայց իմ եւ իմ ընկերների քաղաքականության մեջ մնալու, մենք մազոխիստ չենք, որ 18 թվականից պայքարեինք 3 միլիոնի դեմ գրեն 3 միլիոն ընդդեմ 55-ի։ Ու աշխարհի հայհոյանքն ինչ ասել, որևէ նորմալ մարդու հաճելի չի։ Երբ որ մեր ընտանիքները այդ հոգեբանական terror-ի, մեր նույնիսկ ԿՊ-ին չեմ ցանկանա այդ ձևի հոգեբանական terror-ի միջով ասել, որ անցնեն հանրապետականների падգամավորներն ու թիմակիցներն ու իրենց ընտանիքները։ Նույնիսկ ԿՊ-ին չեմ ցանկանա։ Բայց մենք ո բան չենք, շիզոֆրենիկ չենք, մենք դրա կամ մազոխիստ չենք, մենք մնացել ենք քաղաքականության մեջ ու պայքարել ենք այդ գաղափարները վառպահելու համար։ Եթե կուզես հանրապետականի գլխավոր ֆունկցիան 18-ից հետո եղել է այդ գաղափարը վառպահելու։ Եթե հանրապետականը չլեր, մնացածների նման ծափ տար Նիկոլին, այսօր հլը հարցը այդ գաղափարական Արցախի հայկականությունից, Արցախի տորոշման իրավունքից, ցեղասպանության միջազգային ճանաչումից քանի հոգի կխոսային։ Իհարկե կրկնում եմ, դաշնակցությունը հանրավ, դաշնակցությունը ինքը ավանդական կուսակցությունն է, ինքը երրորդ հանրապետության ստեղծման կուսակցություն չի, ինքը 135 տարվա կուսակցությունն է։ Խնդիրը սրա մեջ է, ու մեր պայքարն էլ է գաղափարական, ու նախագահի խոսքում հենց այդ է ինստիտուցիոնալ հիշողություն, ինստիտուցիոնալ կառույց, գաղափարախոսություն եւ գաղափարախոսություն արդիականացում։ Ազգային պահպանողական արժեքներ, որտեղ 100 անգամ ասենք, պետությունը պետք է ունենա ազգային նկարագիր։ Իսկ մեր պետության բովանդակությունը դրված է անկախության հռչակագրում, որոնք այս մարդիկ ասում են չի լինելու։ Եթե մեր սահմանությամբ չլինի նախաբան անկախության հռչակագրի, Կորյուն ջան, նշանակում է, սա Հայաստանի Հանրապետություն չի այլևս։ Սա Թրքա Հայաստանը, Էրմենիստանը, Արևմտյան Ադրբեջանը, ինչ կուզեք անունը դրեք։ Բայց պետությունը պետք է ունենա ազգային բովանդակություն։ Դուք պատկերացնում եք, այսօր Տրամպը կամ Բայդենը կանգնեին ասեն 1776 թվականի ընդունված Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի բան ենք անում։ Հրաժարվում ենք։ Կամ այսօր ֆրանսիացի կասեն մենք Մարսելեզից հրաժարվում ենք մեր հիմնից։ Ժամանակները փոխվել են։ Իտալացի կասեն Գարիբալդի ժառանգությունից հրաժարվել ենք։ Դա պատմական է, ինչ կապ ունի, պատմական Իտալիա է, դա կապ չունի բանի հետ։ Իրական Իտալիայի հետ։ Նիկոլի ասած իրական Հայաստանը դա փաստացի թուրքական վիլայեթացումն է։ Դրա համար ես օգտվելով ձեր տաղավարից ուզում եմ յուրաքանչյուր մեր քաղաքացու անկախ նրանից ինձ ինչպես են վերաբերում, իմ քաղաքական ուժին ինչպես են վերաբերում, հասկանան, որ մեր պետությունը անկախությունը օդից չի եկել։ Դա քրտինքի եւ արյան հետևանք է, եռաբլուրների հետևանք է, Ծիծեռնակաբերդի հետևանք է։ Դու Արցախի պայքարի հետևանք, Արցախի հայաթափման։ Ու կարմիր գծեր կան, որ չի կարելի խախտել։ Այս ազնվորությունը, այս ԿՊ խմբակը բոլոր կարմիր գծերը խախտել է։ Բոլոր կարմիր գծերը։ Եվ ապրում է Ալիևի եւ Էրդողանի դուդուկի երգի տակ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ, կհանդիպենք։